Քաղաքի ճարտարապետական տեսքը վերականգնելու նպատակով քանդել են համայնքային սեփականություն հանդիսացող կառույցները։ Բարեկարգման աշխատանքներով պայմանավորված նախատեսվում է ապամոնտաժել նաև հենասյուներն ու լվացքի պարանները։ Կապանի համայնքապետարանն է ծանուցել բնակիչներին։ Ամենօրյա իրականացվող լայնածավալ շինարարական եւ հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ այս օրերին քաղաքացիներին մի հարց է տանջում։ Ի վերջո կապանցու լվացքը արև կտեսնի, թե ոչ։ Շորը պիտի արև տեսնի, մանավանդ երեխաների շորը, դրա համար թառա պետք է։ Դե հիմա նենց էլ լավ որ կապած են, ոչինչ։ Եթե թույլ տան այդպես կապեն, ոչինչ։ Իմ բնակարանը ճակատային մասում է, դեպի քաղաք նայող է։ Ես կակտը ինչ-որ ձևով հասկանում եմ այդ ամեն ինչը, բայց ես դեմ եմ դրան։ Արևի դեպքում այլ կերպ է չորանում։ Տանը ինչքան էլ չորացնես, ինքը խոնավություն է։ Այն չորացությունը չի լինելու, ինչ-որ դրսում է լինում։ Բա իհարկե շատ դժվար է։ Հիմա ասենք մենք Ռուսաստանում չենք էլ ապրում, որ ասենք տներում փառենք, բան անենք, սա սենց մի քիչ գեղեցիկ չի, բայց ինչ արած։ Շատ դժվար է։ Նման ձմեռ։ Արտաքին տեսքի համար քաղաք հիմա կարևոր, իսկ բնակչության համար ոչ։ Բնակիչներն էլ ուզում են իրանց առողջականը նորմալ լինի, այդ խոնավությունը չվերցնեն իրանց վրա։ Քաղաքի տեսքի վրա շատ է անդրադառնում, ճիշտ կլինի որ չլինի։ Կապանցու լվացքը արև կտեսնի, եթե պարանները ամրացված չլինեն հենասյուներին եւ քաղաքի ճարտարապետական տեսքը չխաթարեն։ Ինչպես ասում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, սա միտված է բարեկարգվող թաղամասերի, այդ թվում հանրության համար ավելի անվտանգ, պիտանի եւ բարեկարգ տարածք ունենալուն։ Թե երբ այս աշխատանքներն ավարտին կհասցվեն, հստակ ժամկետներ չեն նշվում, բայց որ ամեն ինչ արվում է հօգուտ համայնքի շահի, միանշանակ է։ Այդ բոլոր հենասյուները կամ ինքնակամ տեղադրված ժամանակավոր շինությունները, ինչպես նաև ցանկապատերն ու համայնքային հողամասերի ինքնակամ զավթումները, դրանք ամբողջությամբ գտնվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա եւ ըստ էության ամբողջությամբ տեղավորվում են ինքնակամ շինությունների հասկացության տակ եւ համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ղեկավարի առաջնահերթ գործառույթներից է նաև ինքնակամ շինությունները, նաև ժամանակավոր կառույցների ինքնակամ տեղադրումներն ու եւ ապօրինի հողազավթումները վերացնելը։ Քաղաքը գեղեցիկ տեսնել ուզում են բոլորը, բայց հարմարվել, որ մի օր գուցե լվացքի չորացման պարաններ չլինեն, չեն կարող։ Ըստ բնակիչների արդեն ավանդույթ դարձած կենցաղի անբաժան այս մասը փոխել դժվար կլինի։ Ներկայումս առաջնահերթությունը տրված է M2 մայրուղու եւ թաղամասերի գլխավոր ճանապարհներին հարող տարածքներին, սակայն տևական ժամանակ անց քաղաքի արտաքին տեսքը խաթարող ոչ մի ինքնակամ շինություն կամ կառույց չի լինի։ Կարծում եմ այս ողջ բարեկարգումների եւ քաղաքի արտաքին տեսքի շարունակական բարելավումների համատեքստում մեր համաքաղաքացիները ընկալումով եւ ըմբռնմամբ կմոտենան այդ կատարվող աշխատանքներին եւ ի վերջո բոլորի համար տեսանելի կլինեն դրա դրական արդյունքները։ Ինչ վերաբերում է այլընտրանքային տարբերակներին, ապա բնականաբար դա ուրեմն դրա համար կան նախատեսված բազմաթիվ լուծումներ եւ համոզված եմ, որ մեր քաղաքացիները ժամանակի ընթացքում դժվարությունները կհաղթահարեն։ Օր-օրի բարեկարգվող Կապանում խնդիրների շատ չես հանդիպի։ Վերջին տարիներին մարզկենտրոնում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված տաղավարներ, խորդանոցներ, ցանկապատեր։ Այս շարքին են ավելացել նաև լվացքի չորացման պարաններն ու դրանք պահող հենասյուները։ Առաջնահերթ կատարվում են այդ աշխատանքները բարեկարգման աշխատանքներին չխանգարելու համար, ինչպես նաև դա կարծում ենք, որ մեծ նշանակություն ունի նաև գեղագիտական տեսանկյունից, քանի որ քաղաքը օրեցօր բարեկարգվում է, բարելավում է նաև արտաքին տեսքը եւ այդ ուրեմն տեսարանները արդեն կարծում եմ համամիտ կլինեն նաև մեր համաքաղաքացիները, համահունչ չէ Կապան քաղաքի ընդհանուր արտաքին տեսքի հետ։ Համայնքապետարանից չեն ժխտում բարեկարգման վերաբերող յուրաքանչյուր որոշում սկզբում հանդիպում է բնակիչների դժգոհությանը, ինչպես եղավ ինքնակամ շինությունների ապամոնտաժման ընթացքում, բայց հետո այն ընդունելի եւ գովելի է դառնում։ Սա եւս բացառություն չէ, գուցե արդեն ժամանակն է, որ Հայաստանում էլ աշխարհի զարգացած երկրների պես հարմարվեն հագուստը դրսում չչորացնելու մտքին։